Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի նկարահանումները շարունակվում են, բոլորին հետաքրքրում է, երբ են վերջապես Հենրին ու Անգելինան միասին լինելու և առհասարակ արդյոք միասին լինելու են, թե ոչ։ Այս հարցը օրեցօր գրավում է վերջին զանգը սերիալի հետևորդների ու դիտողների ուշադրությունը ավելի շատ, քան սերիալի մյուս սյուժետային գծերը։ Երկրպագուները բաժանվել են երկու ճամբարի՝ նրանք, ովքեր հավատում են, որ սերը կհաղթի բոլոր խոչընդոտները, և նրանք, ովքեր համոզված են, որ ճակատագրական ճշմարտություններն ու ընտանեկան կապերի բացահայտումները ոչ միայն բաժանելու են զույգին, այլև նոր հետաքրքիր ինտրիգներ են բացահայտելու և խորացնելու են նրանց առանց այն էլ վատ հոգեկան վիճակը։ Այս լարվածության ֆոնին դերասանուհի Ռոզա Դավթյանն, ով սերիալում մարմնավորում է Անգելինային, գործնականում իհարկե ամեն ինչից տեղյակ կերպարներից մեկն է, որոշել է երկար լռությունից հետո անձամբ միջամտել։ Նա դիմել է հենց Դիանա Գրիգորյանի սցենարի հեղինակին, պարզելու, թե ինչ է իրականում սպասվում Հենրիի ու Անգելինայի հարաբերություններին, և ստացված պատասխանները, ինչպես միշտ Դիանայի դեպքում, ոչ միայն նոր լույս են սփռել ընթացիկ իրադարձությունների վրա, այլ առաջացրել են նոր հարցեր, որոնք իրենց մեջ պարունակում են ապագա զարգացումների սերմերն, ինչպես ասում են։ Նշենք, որ Դիանա Գրիգորյանի վերջին զանգը հեռուստասերիալն այս պահին համարվում է ամենառեյթինգային նախագծերից մեկը հայկական սերիալարտադրության մեջ։ Արդյոք Դիանա Գրիգորյանն անելու է սենսացիոն բացահայտումներ կապված Հենրիի ու Անգելինայի հարաբերությունների հետ։ Դեռ երկար է Հենրին իսկական կասկածի ու խառնաշփոթի մեջ ապրելու։ Արդյոք նա արդեն գիտի, որ Անգելինան իր քույրը չէ, և երբ կբացահայտվի այդ ամենը։ Սերը նրան չի թողնում հրաժարվել աղջկանից, բայց ներքին բարոյական հենասյուները քանդվում են, հատկապես այն բանից հետո, երբ Միքայելն ասում է, որ Անգելինան իր քույրն է։ Դիանան զգուշորեն ընդգծեց, որ սյուժեն զարգանում է բազմաշերտ ու հեռուստադիտողները դեռ շատ անհավատալի պահերի ականատես կլինեն։ Միաժամանակ նա հաստատել է, որ Հենրիի ու Անգելինայի սիրո պատմությունն ուղղակի այս սերիալի սիրտն է, առանց որի ոչ մի կերպ չի կարող ավարտվել ամբողջ շարքը։ Բայց ինչպես և ինչ է սպասվում հեռուստասերիալում, Դիանա Գրիգորյանն այդպես էլ չի բացահայտել, իսկ մենք գիտենք, որ սերը պետք է հաղթի ոչ թե ի հեճուկս ճշմարտության, այլ ճշմարտության ներսում։ Եթե նրանք ունեն իրենց մաքուր զգացմունքները, ապա ճակատագիրը կուղղի ամեն ինչ։ Սա ըստ էության նշանակում է, որ Հենրին ու Անգելինան հնարավոր է դեռ կանցնեն դժոխքի միջով, լի ներքին պայքարով, գուցե նաև ժամանակավոր բաժանումով, բայց ամեն ինչ ցույց կտա արդյոք իրենց սերն իրական է, թե պարզապես ուղղակի ժամանակի հարց։ Դիանան ակնարկում է, որ մեծ բացահայտումներ են սպասվում։ Բայց եթե Հենրին ու Անգելինան կարողանան դիմանալ այդ պահերին ու իրար կողքի լինեն, բնականաբար այլևս ոչ ոք ու ոչինչ չի կարող խանգարել նրանց միասնությանը։ Հեռուստադիտողները հուզմունքով են սպասում սերիալի յուրաքանչյուր նոր սերիային, հուսալով, որ պատասխանները քիչ-քիչ կբացահայտվեն, բայց մի բան հաստատ է՝ Հենրիի ու Անգելինայի ճակատագիրն արդեն դուրս է պարզավեց սիրավեպի սահմաններից։ Նրանք դարձել են մեր ժամանակների մաքուր սիրո խորհրդանիշը՝ լույս ու մութ, ցավ ու հավատ, պայքար ու ներողամտություն միաժամանակ, և այդ ամենը Դիանա Գրիգորյանի վարպետ գրչի տակ։ Իսկ թե ինչ հետաքրքիր բացահայտումներ է արել Դիանա Գրիգորյանը Ռոզա Դավթյանի հետ համատեղ, կարող եք դիտել մեր տեսանյութում, չմոռանալով բաժանորդագրվել մեր ալիքին ու տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման թողել ձեր կարծիքը։ Գրեք, թե հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ։ Բարի օր բոլորին, բարի օր Ռոզի ջան։ Իհարկե շատ ինձ էլ են հղում այդ հարցը շատ, դեռ երկար եք վայելելու մինչև տարվա վերջ, իսկ Հենրին ու Անգելինան այսօր իդեպ շատ հետաքրքիր սերիա է սպասվում, վերջապես Անգելինան իմանում է, որ Հենրին իր եղբայրն է, ես գիտեմ, որ դուք շատ եք զայրանալու այս իրականությունից, բայց ամեն դեպքում սա ֆիլմ է, պիտի զինվեք համբերությամբ,
որպեսզի հետո պտուղներն առավել հաճույքով վայելեք։ Այնպես որ այսօր բոլորին բարի դիտում, շատ հետաքրքիր սերիաներ են ձեզ սպասվում, իհարկե վերջին զանգի յուրաքանչյուր սերիա է լարված ու հետաքրքիր, բայց առաջիկա սերիաները, մասնավորապես հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր Լիանա ջան, բարի օր։ Մեր հետևորդներին եւ հեռուստադիտողներին հետաքրքրում է, թե դեռ ինչքան են վայելելու մեր հեռուստասերիալը։ Եվ արդյոք Անգելինան եւ Հենրին կիմանան ճշմարտությունը մոտ ժամանակներում եւ կլինեն միասին, թե ոչ։ Նկարահանում ենք, այսօր լավ նկարահանում, ասենց ամբողջ սաստավով ենք էլի, հենց որ սպասեք, զարտարի իրար հետ չենք նկարվում, կարոտը շատ կյանք։ Aa,